Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանն է, բարև ձեզ։ Մարգարյան, կոնկրետ ինչ տվեց Հայաստանի Հանրապետության եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը, սա զուտ այսպես բարոյական կամ քաղաքական աջակցություն էր Հայաստանի, որը ակնհայտորեն բախվում է հունիսի 7-ից առաջ ռուսական հիբրիդային երբեմն շատ ակնհայտ այսպես սպառնալիքներ, թե չգիտեմ, սա եվրոպացիների հավաքն էր, Հայաստանը ոչինչ չստացավ, չգիտեմ, եթե ռուսամետներին լսենք, անիմաստ լարեցինք, Ռուսաստանի դեպ նաև Բելարուսի հետ հարաբերությունները, որն է ձեր գնահատական։ Գիտեք, բարոյական աջակցության եւ հաղթանակների ժամանակը այլևս մեր համար անցյալում է։ Հիմա բոլոր հաղթանակները եւ աջակցությունները դրանք շոշափելի են եւ ապագային միտված են եւ ծառայում են հենց Հայաստանի Հանրապետության շահերի իրականացման գործին։ Ինչ տվեց եվրոպական քաղաքական համայնքի շատ կոնկրետ, անցկացումը Հայաստանում։ Նախ սա եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն էր։ Ես ուզում եմ հատկապես ընդգծել, որ տարին 2 անգամ է լինում անդամ պետության տարածքում, այնուհետև գործընկեր պետության տարածքում, որտեղ եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչները հավաքում են, քննարկում են օրակարգային հարցեր եւ այլն եւ այլն։ Այս անգամ դա տեղի ունեցավ Հայաստանում։ Ինչու տեղի ունեցավ Հայաստանում, որտեղ այլևս Հայաստանը եւ Ադրբեջանը մտել են խաղաղության գործընթացի մեջ, տարածաշրջանը խաղաղության փուլ է թևակողել եւ դա հնարավորություն է տվել, որպեսզի եվրոպական քաղաքական համայնքը գա Հայաստան։ Ինչեւ սա հենց այս երկրորդ հանգամանքը ընդգծում, որովհետեւ օրինակ 3 տարի առաջ նման իրադարձություն Հայաստանում չէր կարող լինել։ Այսինքն սա արձանագրում էր առայն, որ Հայաստանը այլևս առաջ է շարժվում իրատեսական եվրոպական միությանը հնարավորինս մերձենալու քաղաքականությունների ուղղությամբ, եւ այդտեղ տարածաշրջանային խաղաղությունը, մանրամասնապես Հայաստան, Ադրբեջան օրակարգերի իմպլեմենտացումը դրական առումով առանցքային դեր է կատարում։ Ողջ միջազգային մամուլը հեղեղված էր ուրեմն գագաթնաժողովը լուսաբանելով եւ այդտեղ առաջինը նշվում էր Հայաստանի ֆակտորը, թե ինչու է դա Հայաստանում տեղի ունենում եւ Հայաստանը ինչպիսի երկիր է եւ գործընթաց է խաղաղության եւ այլն, նոր արդեն անցում էր կատարում հենց գագաթնաժողովի բովանդակության վրա։ Այսինքն հայաստանյան համատեքստի մասին էլ միջազգային մեդիաները խոսեցին, այսինքն որոշակի հայկականացնելն էր նաև միջազգային օրակարգը։ Գիտեք, այո, օրակարգը լավ լրահոս է։ Բացի այդ, գիտեք, մենք սովոր ենք, որ միշտ միջազգային մամուլում մենք տրագիկ լուրերով ենք, լուրերի օգնություն խնդրող կամ պատերազմական ցեղասպանությունների, այո, սա մի բացառիկ իրադարձություն էր Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության համար, որովհետև Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի կիզակետում էր, ֆիզիկական կիզակետում էր, հա։ Սա բնականաբար նաև, գիտեք, արձանագրում է մեր հաջողությունների, այսինքն ինքը արձանագրում է, որ եւ արտաքին քաղաքականություն է հաջողել դիվերսիֆիկացման ուղղությամբ, ռազմավարական գործընկերային ցանցի ընդլայնման ուղղությամբ, եւ անվտանգային քաղաքականությունը, եւ որը ամենակարևորն է խաղաղության օրակարգը։ Դուք մի նախադասություն ասացիք, որ նման էր Մակրոնի աղմուկանած նախադասությանը մտքին, 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, այն ընկալվում էր որպես Ռուսաստանի ֆորպոստ եւ նշում էր, որ Հայաստանի տարածքում են ռուսական զինծառայողներ, Եվրոպան պետք է այս երկրին օգնի իր սահմանների անվտանգությունը ապավել ու ելույթից էլ մի կտոր բերեմ, քանի Մակրոն հիշեցինք, ասում է Հայաստանը իր քայլերով վերջին տարիներին ցույց տվեց, որ առանց կայսրությունների միջամտության հնարավոր է բարգավաճել, իսկ 44-օրյա ողբերգական պատերազմը Մակրոնի ցույց դրեց Ռուսաստանի մասին ողջ ճշմարտությունը, այն դուք ապրեցիք, այդ ողբերգությունը շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպես որ շատերը պատկերացնում են, Ռուսաստանը լքեց Հայաստանը եւ հասկացան, որ երազանքները իրականություն չեն, ես այն ճամբարից լսեցի, որ տեսեք, եկել սադրում է ռուսական հերթական ինչ-որ լարվածություն Ֆրանսիայի նախագահը, բայց նաև ուզում է հասկանալ ինչն է ստում։ Իհարկե, ինչն է սադրում, նախ սկսենք հասկանալ, երբ իրականություն, գիտեք, երբեմն շատ հաճախ, երբ իրականությունը բարձրաձայնվում է, դա սադրիչ է թվում։
Բայց դա իրականություն է։ Այո, 44-օրյա պատերազմը ողբերգական եկավ փաստելով, որ Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները, այս մասին շատ ենք խոսել եւ դեռ շատ ենք խոսելու։ Որ մեր անվտանգային ճարտարապետությունը թղթից էր կառուցված, որ այն առհասարակ գոյություն չուներ, ապացուցեց իր անկենսունակությունը եւ Հայաստանը գնաց լրիվ այլ ճանապարհով, դիվերսիֆիկացման ճանապարհով եւ դա տվեց իր արդյունքները։ Այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Իհարկե կարելի է բերել օրինակներ, երբ Ֆրանսիայի տարբեր նախագահներ կամ տարբեր եվրոպական պետությունների ղեկավարներ կարող էին Հայաստանի մասին խոսել 8 տարի առաջ կամ 10 տարի առաջ եւ դիվանագիտական ձևակերպումներով ներկայացնել Որ հայերը լավ ժողովուրդ են, բայց մենք պետք է ի վերջո սովորենք դիվանագիտական բառամթերքը տարբերակել ռեալ պոլիտիկից բխող դիվանագիտական բառամթերքը։ Լավ մշակութային գործիչները Շարլ Ազնավուրը կամ այո, որ դուք բարեկամական իմ համար գիտեք, այսպես ոչ շոշափելի ձևակերպումը միջպետական հարաբերությունների, երբ որակում է բարեկամական, որովհետև երբ ասում ենք բարեկամական միջպետական հարաբերություններ, նշանակում է մեր օրակարգը հագեցած չէ։ Հավատեղ շահեր չկա։ Հավատեղ շահեր չկան։ Մենք պարզապես բարեկամական ենք այնքանով, որ իրար հետ չենք պատերազմում կամ չունենք ընդհանուր օրակարգ, այսպես։ Այնպես որ իսկ կարծում եմ, որ ինքը հաջողված ոչ միայն միջոցառումը իր ամբողջ այդ կազմակերպչական առումով եւ մշակութային հատվածը, որտեղ ըստ էության լրիվ հոդս ցնդեցին են պնդումները, որ Հայաստանը իր ինքնությունը ուրեմն մոռացության է տալիս, հա, ուրանում է մշակույթը եւ գիտությունը եւ այլն եւ այլն։ Ամեն առումով սա խոսում է նրա մասին, որ Հայաստանը հաջողել է եւ եվրոպական մայրցամաքը առնվազն Հայաստանի հետ մեծ ապագա է կապում։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները, օրինակ ընդդիմության, այսպես ասենք, տարբեր ներկայացուցիչներ, օրինակ Սամվել Կարապետյանն ասում էր այս գագաթնաժողովը ինքը վտանգ էր տեսնում, որ այս գագաթնաժողովի միջոցով 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստան, միջոցով կամ հետևանքով չգիտեմ, կամ մի նկարի համար այսպես ասենք Ռուսաստանի հետ հարաբերություններ են խաթարվում, ռեգիոնալ բալանս է, այսպես խաթարվում, այսինքն միայն նա չէ, ընդհանուր այդ քննադատությունը այդ դաշտից որ գալիս է, որ ինչ-որ հակառուսական հերթական բան արեցինք եւ ոչինչ չենք ստանում։ Բայց 300,000 ադրբեջանցիներին առանձին կանդրադառնանք։ Ուրեմն ռեգիոնալ բալանս է խախտվում, որ ռեգիոնալ բալանսի մասին է խոսքը, մինչ 2020 թվականի, թե 2026 թվականի եղած ռեգիոնալ բալանսի, որովհետև եթե խոսում ենք մինչ 2026 թվականը, դա այլևս անցյալում է, այդ ռեգիոնալ բալանսը առաջին հերթին խախտել է Ռուսաստանի Դաշնությունը։ Սկսենք դրանից։ Ինչ վերաբերում է 2026 թվականին, ճիշտ հակառակը, Հայաստանը ի վիճակի է եղել իր անմիջական անվտանգային միջավայրում ներդաշնակ առաջանցիկ իրատեսական քաղաքական օրակարգեր առաջ մղել, հետևաբար իր նպաստը բերել ռեգիոնալ ուրեմն ուժային բալանսի ձևավորման գործում, այ հոյակապ ստացվեց, ձևավորման գործում, այստեղ որևէ ուժային բալանս չի խախտվում, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Սա էլ գիտեք, ես կարծում եմ չի կարելի շահարկել։ Յուրաքանչյուր դեպքում, երբ Հայաստանը անում է որևէ քայլ, որը բխում է Հայաստանի շահերից, որոշ շրջանակներ սա որակում է որպես հակառուսականություն։ Իսկ ասացիք, խնդրեմ, ինչ պարամետրներով է չափվում այդ հակառուսականությունը։ Այսինքն, որ մտածողությամբ է ձևավորվում, թե ինչն է պրոռուսական, ինչն է հակառուսական։ Ասեմ, կներեք, Ռուսաստանը պատերազմի մեջ է գտնվում համարյա թե Եվրոպայի հետ, եւ երբ որ մենք եվրոպացի երկրների ղեկավարներ Զելենսկին, սարսափազդու մի կերպար, բերում ենք Հայաստանի Հանրապետություն, դա Մոսկվային ասում ենք դա մեր պատերազմը չի, գնա ինչ ուզում ես արա, մենք դաշնակիցներ չենք, Պուտինին այստեղ քննադատում են,
Ամենևին։ Եվ այլն։ Ամենևին մենք չենք ասում, մենք դաշնակիցներ չենք եւ մենք ամենևին չենք ասում սա ձեր պատերազմն է, մենք պարզապես ասում ենք, որ այո, սա ձեր պատերազմն է, մենք այդտեղ որևէ անելիք չունենք, մենք ունենք մեր օրակարգերը, մենք ունենք մեր խնդիրները, շատ կարճ ժամանակահատվածում ահռելի մեծ մարդկային, բարոյական, նյութական կորուստների հաշվին մենք կարողացել ենք գալ, հասնել մի էտապի, երբ որ մեր անմիջական հարևանների հետ սկսում ենք դժվարությամբ տոտիկ հարաբերությունները կարգավորել։ Եվ այստեղ Եվրոպական միության դերակատարությունը փոքր չէ, հա, եւ այո, մենք ուզում ենք, քանի անգամ է Հայաստանի իշխանությունները հայտարարել, որ մինչ այն պահի, երբ ԲԻԱՏՄ-ն եւ ԵՄ-ն իրար չեն խանգարում, լրիվ նորմալ է, բայց երբ սկսեն արդեն իրար հետ խանգարել, Հայաստանի Հանրապետությունը կընտրի այն ճանապարհը, որը օրենքով ամրագրել է։ Իսկ ինչ օրենք է ամրագրել ազգային ժողովով, Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ օրենքը։ Այսինքն նորություն որպես այդպեսին չի արվում։ Ես վստահ եմ, որ այս թեմաները երկկողմ Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ շատ բաց, ազնիվ, անկեղծ քննարկվում են, հա։ Հետևաբար որոշ ուժեր, որոնք փորձում են տեղից դժվար վերակառուցվող հայ-ռուսական հարաբերությունների վրա այսպես յուղ լցնել, կրակի վրա յուղ լցնել, ավելի բորբոքել, դրանով իրենք հակառակ խանգարում են հայ-ռուսական հնարավոր հարաբերությունների հնարավոր վերականգնումը, վերանորոգումը։ Հայաստանի քաղաքացիները ավելի ու ավելի են սկսում Ռուսաստանին ընկալել որպես քաղաքական որպես խոչընդոտ։ Սպառնալիք էլի այդ հակառուսականության տարածողները, ես չգիտեմ, արդյոք այն մասին այն մարդիկ չեն, ովքեր այսպես Ռուսաստանից դարձնում են մի դաժան պետություն, կարող է այդպեսին է, կարող է այդպեսին չի, ես այդտեղ չմտնեմ, որը թույլ չի տալիս Հայաստանի սուվերենություն եւ իրենք ըստ էության ամեն օր այդ մասին են խոսում։ Միանշանակ համաձայն եմ, այսինքն եթե այո Ռուսաստանի հետ տնտեսական եթե դուք ընտրվեք կամ չգիտեմ դեպի մերձեցումը ԵՄ շարունակվի։ Այո։ Այսինքն ցանկացած սուվերեն քայլ ներկայացում այնպես որ արդեն հիմքում պետք է ունենա արդեն հիմքում ունի հակառուսականություն, հետևաբար պետք է դուրս չգա Ռուսաստանի եւ դրանից հետո պետք է հաջորդեն Ռուսաստանի կողմից կոնկրետ ուրեմն պատժամիջոցներ։ Բնականաբար Ռուսաստանի շատ բան կարող է դուրս չգալ, բայց նորից գիտեք Ռոբերտ, մեր հարաբերությունների որակը փոխվել է, որքան էլ որ Ռուսաստանին դժվար է դա ընդունելը, այնուամենայնիվ իրենք էլ բախվում են իրականության հետ, փոխվել է մեր հարաբերությունների հարաբերվելու որակը, այլևս փոխվել է։ Եվ ես կարծում եմ, որ նորից այն շրջանակները, որոնք փորձում են յուրաքանչյուր սուվերեն քայլ ներկայացնել որպես հակառուսականություն, եւ որ այլ դրան հետևելու Ռուսաստանի կողմից համարժեք ինչպես իրենք են պատկերացում, համարժեք ուրեմն քայլեր Հայաստանի դեմ, նրանք հակառակ արջի ծառայություն են մատուցում հենց հատկապես Ռուսաստանին։ Իսկ ում համար է նորություն, որ Հայաստանը շարժում է դեպի Եվրոպական միություն։ Չգիտեմ, դա 5 տարի հետո կլինի կամ 10 տարի հետո կլինի։ Իսկ ում համար է նորություն, որ օրենսդրական մոտարկումներ են տեղի ունենում բիզնեսի, հա, գործելավոճի, մշակույթի մոտարկումներ են տեղի ունենում, ում համար է նորություն, ես չեմ հասկանում, կամ ում համար է նորություն, որ Պրագայում քառակողմ հանդիպում իրականություն հնարավոր դարձավ, երբ որ երկուստեք Ալմատի հռչակագրի հիման վրա ճանաչեցին մեկը մեկի ուրեմն տարածքային ամբողջականությունը, դա Մոսկվայում տեղի չունեցավ, դա տեղի ունեցավ Պրագայում եւ այդտեղ մեծագույն դերակատարություններ նախագահ Մակրոնը, այսինքն սրանք նորություններ չեն եւ սրանք քայլեր են, որոնք հիմք հանդիսացան նրան, ինչ մենք այսօր ունենք, եւ երեկվա, երեք չի առաջորվա քաղաքական համայնքի գագաթնաժողովն էլ այն հիմքերից մեկն է լինելու, որը ծառայելու է 5 կամ 10 տարի հետո մի ավելի խոշոր, մեծ, դուք տեսաք օրինակ Հայաստան Եվրոպական միություն գագաթնաժողովը, երբ որ փաստաթուղթը Եվրոպական միության կողմից հարայնացվեց, ստորագրվեց առայն, որ ներդրումներ հրավիրելու դեպի Հայաստանը։ Սա մեծագույն, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է իլուր աշխարհի հայտարարել, որ Հայաստանը այլևս սուվերեն է, որ նա կախված չէ Ռուսաստանից, որ նա ժողովրդավար է եւ նա շարժում է եվրոպական ստանդարտների ուղղությամբ։ Այսինքն եկեք այստեղ ներդրում դրեք։ Ներդրում արեք, որովհետև այդ ձեր դրած ներդրման արգասիքը նաև գնալու է Եվրոպական միություն օրինակ։ Այսինքն սրանից ավելի ինչ պետք է լիներ, որ մենք հասկանայինք, որ սա մեր շահերից է բխում։ Ռուսաստանում։ Դե ես ճիշտ ասած ես քանի օր եմ որ հետևում էի
գագաթնաժողովին իհարկե ելույթները հետաքրքիր էին, Մակրոնի շուրջ շատ կենտրոնացած են տեսախցիկները, բայց իմ ուշադրությունը այլ ուղղությամբ էր կենտրոնացած հնչող թեզերի։ Հա, ու կեղծիքների, ստերի, բարձ ստերի, էլի, որ, չգիտեմ, ինչ որ LGBT պարադ է Հայաստանում նախատեսվում, ընդ որում երևի ոչ մի պատահականություն չկա, որ ռուսական տելեգրամյան ալիքներն էին, հա, տարածում, որ եվրոպացիներ Նիկոլ Փաշինյանը դրան աջակցում է, Եվրոպայից Հայաստան են գալիս ոչ ավանդական արժեքներ, ինչ որ հոտ է գալիս էս հին են հա հին այո հայաստանյան որոշ ընդդիմադիր մեդիա ալիքներ տարածում են որ իբր Մարգարիտ Սիմոնյանը ասել է Հայաստանը պետք է գրավել մինչդեռ այս անգամ նա դա չէր ասել չգիտեմ դա 300,000 ադրբեջանցիներ են գալիս եվրոպացիների միջոցով այն շատ հետաքրքիր է էլի ադրբեջանցիների գալու այդ վախը օգտագործել նախընտրական փուլում Okay, թող այդպես օգտագործեն, բայց կապել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ, չգիտեմ, ֆանտաստիկայի ժանրից էր։ Այ դուք ինչ ախտորոշում ունեք բժշկական ախտորոշման մասն է խոսքը։ Գիտեք, միշտ դրան անդրադառնալը կամ քաղաքագիտական կնեք, մոռացել է որ դուք բժշկուհի եք։ Միշտ դրան անդրադառնալը, տեսեք, LGBT համայնքի հետ կապված չէ, օրինակ տեսա ցույցերից մեկի ժամանակ ֆոն դեր Լայնի նկարն էր եւ նկարի շուրջ LGBT համայնքի դրոշի գույներն էին։ Այսինքն ակնհայտ ապատեղեկատվություն։ Այսինքն ինչ մեսեջ է սա տալիս հանրությանը, որ եվրոպական արժեքները դրանք ոչ ավանդական, ուրեմն չակերտավոր, ինչպես իրենք են պատկերացնում, արժեքների մասին է։ Ես գիտեք մի նորություն ունեմ ասելու։ LGBT համայնքը արկա է Հայաստանի Հանրապետությունում։ Դու կներեք էլի Ռուսաստանում, այնպեսի ակումբներ կան, Ադրբեջանում, Վրաստանում, աշխարհի բոլոր վայրերում։ Թե Ռուսաստանում, հենց Ռուսաստանում։ Այո, այսինքն դա բերել եւ կապել ավանդական արժեքների հետ, դա ուղղակի ծիծաղելի է։ Չի կարելի այդպիսի բան անել։ Չէ, այդ քարոզն է, չէ, որ եթե դուք գնում եք Եվրամիություն, ուրեմն բոլորդ գեյ եք դառնալու կամ լեսբիան։ Դե ես ուզում եմ ասեմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Սեռական կողմնորոշում յուրաքանչյուր մարդ ինքն է իր համար ընտրում եւ դա բացարձակ կապ չունի նրա հետ մենք կգնանք Եվրոպական միություն թե չենք գնա սա ուղղակի նորություն էր ես հանրայնացրեցի այս նորությունը ինչ վերաբերում է 300 թե 100,000 ադրբեջանցիների մասին սա էլ գիտեք այն վերջին օգտագործման ռումբն է որ վերջինը մնացել է որ արդեն այսպես ուրիշ բոլոր գործիքները սպառվել են հիմա սա պետք է կիրարկվի Տեսեք, նախ սկսենք նրանից, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանում են ժամանակի ընթացքում կապիտալիզացնել խաղաղությունը, դա նշանակում է, որ եւ հայերը կկարողանան գնալ Ադրբեջան եւ ադրբեջանցիները կկարողանան գալ Հայաստան։ Ինչպես այսօրեն դա տեղի է ունենում, իհարկե փորձագետների մակարդակով։ Կապ չունի։ Այսինքն դա իրականություն է լինելու։ Իսկ այն պատկերավոր ասած, երբ որ ներկայացում է ժողովրդին, որ հեսա 300,000-ին նստացնելու են ավտոբուսները կամ ինքնաթիռները, բերելու են Հայաստան եւ իրենք այստեղ են տեղակայվելու, այդպիսի բան լինել չի կարող։ Այսինքն այդպիսի բան նույնիսկ քաղաքական առումով չի կարող լինել, որովհետև դրան կարող է հակադրվել նույն արցախցիների, այսպես խմբակային վերադարձի իրավունքը։ Այսինքն նույնիսկ այստեղ իրենց հակասում են, հա, մի կողմից խոսում են նրա մասին, որ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, բայց մյուս կողմից էլ ասում են, որ 300,000 ադրբեջանցի թեպետ գիտեք, երևի թե չեն էլ հակասում, գիտեք, տրամաբանությունը հենց նույնն է, եթե պետք է արցախցիները բոլորը խմբակային գնան Արցախ, ուրեմն այդ տրամաբանությամբ էլ պատկերացնում են, որ 300,000 հայաստանցի ադրբեջանցիներ էլ թիվը, որ Ադրբեջանն է ասում, իրանք այդ նույն թիվը կրկնում են, պետքական Հայաստան։ Դա ընդհանրապես կապ չունի ներկայիս խաղաղության օրակարգի հետ, բացարձակ։ Դա վստահության ամրապնդման միջոցների արգասիկ կարող է լինել։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում կա ինչ-որ, չգիտեմ, էլի, ինչ-որ մի կատաստրոֆա է սպասվում եւ այս մարդկանց, օրինակ ռուսական հատուկ ծառայությունները ասել են, որ այդպիսի վատ բան է լինելու, ձեր հանրությանը տեղեկացրեք, միգուցե։ Բայց եվրոպական քաղաքական համայնքը ո՞նց է 300,000 ադրբեջանցիներ։ Որովհետեւ Եվրոպան իր ներդրումն է ունեցել խաղաղության օրակարգի մեջ։
Հետևաբար Չէ, դեմոնիզացնել այս միջոցառում ադրբեջանցիների այո, բայց գալով դա ինչ-որ ֆանտաստիկ բան է։ Տեսեք, դրանք փոխկապակցած է, որտեղ Եվրոպական միությունը իր ներդրում ունեցել է, նույն Մակրոնն իր ներդրում ունեցել է խաղաղության օրակարգի մեջ։ Հիմա եթե դու ուղիղ չես ասում, ես դեմ եմ խաղաղության օրակարգին, դու պետք է ածանցյալ չէ դա ասես։ Ածանցյալ ասելու ձևերից մեկն էլ է, որ այ եվրոպացիների պատկերացած խաղաղության օրակարգը, որ իրենք ներդրում են ունեցել, իր մեջ ներառում է 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Հետևաբար, սա, այսինքն դա այդպես է, հետևաբար եթե քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում է, ուրեմն արդեն այդ հարցը որոշված է, լուծված է, եւ այդպես է տեղի ունենալու։ Մի քիչ ավելի, գիտեք, ավելի տգեղ է պատկերը, քան զուտ են 300,000-ը, որ իրենք ասում են ու կապում են քաղաքական համայնքի հետ, շատ ավելի խորքային է ինքը։ Ինքը հատկապես խաղաղության օրակարգին է վերաբերում։ Հա, բայց մի բան ասելիս քաղաքական գործիչները պիտի մի քիչ պատասխանատվություն ունենան, չէ՞։ Չէ, բայց ինչի համար ամենահեշտը ոչ պատասխանատվություն։ Որպես լրագրող ինքնա ինչ-որ գովասանք չզգացվի, բայց ամեն բառ ասելու ժամանակ ես մտքից մեջ չափում եմ, էլի, կարողանալու եմ պատասխան տալ դրա համար, հյուրս կարող է ինձ, պես ասենք, հակադարձել եւ նվաստացնել ուղղակի։ Այո, շատ լավ, որ սխալ եմ ասում, բայց քաղաքական գործիչները մի քիչ ավելի լուրջ պիտի որ լինեն։ Չէ, քաղաքական, այս դեպքում քաղաքական գործիչը նայած ինչ նպատակ է հետապնդում, Ռոբերտ, եթե հետապնդումա նպատակ սաբոտաժի ունենակ ենթարկի խաղաղության օրակարգը կամ Հայաստանի դիվերսիֆիկացումը, եթե սեղանի վրա շատ մեծ, այսպես կշեռքի վրա, հա, շատ մեծ քար է դրված, ամեն քայլի էլ կգնան։ Այսինքն ռուսների հույսը հայ հանրությանը վախեցնելն է 300,000 ադրբեջանցիներով, թրքացում, այդպես չէ, թրքացում, այսինքն եթե դու ցանկացած ոք հիմա որ պատկերացնում է հնարավոր համատեղ տարածաշրջանի համատեղ կիսում հայաստանցիների եւ ադրբեջանցիների միջև Հայաստանում եթե նման մարդ կա որ պատկերացվում, ինքը արդեն որոշ շրջանակների կողմից ուրեմն թիրախավորվում է որպես թուրք թրքասեր։ Այ հիմա դուք թրքասեր եք, որովհետև Թուրքիա արյուն չեք ուզում խմել։ Հա, որովհետև չեմ ուզում Թուրքիա արյուն խմել, որովհետև ես այլ կերպ եմ պատկերացնում, ես պատկերացնում եմ, որ յուրաքանչյուր ազգ ազգի ներկայացուցիչ եւ յուրաքանչյուր պետություն առաջին հերթին հոգետանում իր շահերի համար եւ դա լրիվ նորմալ է որ ադրբեջանցիները պետք է մտածեն իրենց մասին, լրիվ նորմալ է որ թուրքերը պետք է իրենց մասին մտածեն, իսկ ինչ ենք անում մենք։ Եկեք մենք էլ մեր մասին մտածենք։ Իսկ աղա որ մենք մեր մասին մտածենք, ինչ որ պահ հասնի արդեն որ ամեն մեկը իր մասին այնքան մտածի որ մենք սկսենք իրար հետ եւ առևտուր անել կապակցված լինել փոխադարձ կախված լինել իրարից հասկանու ոչ թե մենք նստենք միջազգային հանրությանը բերենք որ մեր հարցերը լուծի կամ չլուծի եւ ուրեմն մեղադրենք ադրբեջանցիներին նրա համար որ իրենք իրենց շահերն են առաջ մղում եւ թուրքերին նրա համար որ իրենք իրենց շահերն են առաջ մղում հասկանում եք ինչ եմ ասում մեղադրել միշտ կարելի է բայց այդտեղ էականը դա չէ էականը դու ինչ ես անում քո երկրի ներսում որ ուժեղանաս որ դու ոչ թե Թուրքի եւ ադրբեջանցի հետ բանակցելիս իրեն մեղադրես որ ինքը իր շահերն է առաջ մղում այլ ասես շատ լավ սա քո շահն է սա էլ իմ շահն է արի տեսնենք որտեղ է համընկնում եւ իրար հետ կարողանանք առաջ գնալ սա պետք է արվի թե չգիտեք մեղադրել ասել սա է վատը նա է վատը եվրոպացիները վատն են չգիտեմ մի շրջանակներ էլ ասում են նրանք ռուսները վատն են կամ նույն ռուսներին վերցնեն գիտեք նորից ռուսները իրենց մասին են մտածում եկեք ռուսներ չասենք Ռուսաստանի դաշտ այո ինչու պետք է իրենք մեր մասին մտածեն ինչու պետք է մեր մասին մտածեն բացարձակ իրենք պարտավոր չեն որ դուք այդպես եք մտածում, այո, դրա համար շատ թանկ գին վճարեցինք։ Նույնն էլ այդպես է։ Ինչու պետք է Ֆրանսիան մեր մասին մտածի, կամ Ամերիկան, Միացյալ Նահանգները մեր մասին, որևէ մեկը մեր մասին չպիտի մտածի։ Մենք պետք է մեր մասին մտածենք։ Պրագմատիկ նայելով որտեղ է մեր շահը, ում հետ ամենից ավելի ձեռնտու հարաբերությունները խորացնել, որ ճանապարհով ավելի։ Տեսեք օրինակ Երևանյան երկխոսության ժամանակ Հանրապետության վարչապետը շատ հետաքրքիր թեզ ներկայացրեց աշխարհագրության փոփոխության։ Գիտեք, թվում է թե պրիմիտիվ բան է, չէ՞։ Այսինքն պարզ է, չէ՞, որ դու ինչպես նայում ես քո աշխարհագրությանը,
ինչպես ես օգտվում քո աշխարհագրության հնարավորություններից, այդպիսին է լինում է քո աշխարհագրական, դառնում է քո աշխարհագրական դիրքը եւ հակառակ։ Եթե դու քո աշխարհագրությունը դիտարկում ես որպես սեփ թուրքական աշխարհի միջև, դու սեփ ես։ Էմի զարմացի, որ դու սեփ մնալու ես եւ քեզ սեփ ընկալելու են եւ յուրաքանչյուրը իր հարցերը լուծելու է քո հաշվին։ Բայց եթե սեփ լինելուց մի օգուտ լիներ, դեմ ասում։ Լինեինք էլի սեփ։ Դեմ ասում, բայց ինչի հարյուրամյակներով մենք այդ օգուտը որևէ կերպ չքաղեցինք։ Որովհետև մենք իսկ դա այդ սեփը նույն այդ սեփի գաղափարն էլ էլի նրա համար է, որ նրա համար է եղել մշտապես, որ մենք ստրուկ մնանք, որ մենք չուզենանք մտածել, մենք չուզենանք առաջ նայել։ Ես չեմ ասում, որ պատմական իրողություններ չեն եղել, հիմա մի քիչ կարծես թե շեղվեցինք, բայց ընդհանուր այդ կոնտեքստի մեջ պատմական իրողությունները բնականաբար եղել են, բայց գիտեք, այսպեսի մի շատ կարևոր արտահայտություն կա, որ իմ համար համենայն դեպս կանխորոշում է իմ աշխարհայացքը։ Իրականությունը դա ընդամենը 20%-ն է։ 80%-ը այն է, ինչպես դու նայում ես այդ իրականությանը, որտեղ եթե դու նայում ես այդ իրականությանը այլ աչքերով, այն աչքերով, ինչպիսի իրականություն ուզում ես դու ձևավորել, դու դա կկարողանաս անել։ Դե գիտեք, նաև տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքականություն վարելիս փորձել է գուշակել, չէ՞, ռուսները ինչ կմտածեն, Լավրովն ինչ կասի, կամ ոչ թե գուշակել են, այլ ուղիղ շշնջացել են եւ հիմա տարբեր մարդկանց համար մի քիչ դիսկոմֆորտ է առնվազն այս մի քիչ ավելի ազատ զգալը, հա, եվրոպացիներ բերել։ Գիտեք, նաեւ շատերի համար ես նկատում եմ, որ ֆենոմենալ երևույթ է, գիտեք, հեսա չեմ կարողանում հասկանալ, շատերի համար արտասովոր է ուրախության մթնոլորտը։ Կարծես շատերի համար դա ընդունելի չէ, որ Հայաստանը ուրախ է, որ ուրախ իրադարձություններ են տեղի ունենում, որ մեր մասին դրական լույսի ներքո են խոսում։ Բայց դա բացատրություն ունի։ Իշխանությունը փորձում է ուրախության մթնոլորտ ստեղծել ամբողջ օրը ինչ որ համերգներ, չգիտեմ, Փաշինյան Մակրոնի հետ սրտիկներ է անում եւ այլն, ինչ որ այսպես պոզիտիվ օրակարգ եւ յուրաքանչյուր իշխանություն ընտրություններից մի ամիս առաջ փորձում է այդ պոզիտիվիզմը ստեղծել, չգիտեմ ինչքանով է հիմնավոր անհիմն, իսկ ցանկացած ընդդիմություն եւ անկախ Հայաստանում միշտ բոլոր ընդդիմություններն ասել են կործանվում է երկիրը, մեզ ընտրեք, եթե մեզ չընտրեցիք կկործանվի, այ մնաց 30 օր, 29 օր Հայաստան կործանվում է, մեզ ընտրեք։ Այսինքն այդ պոզիտիվիզմ եւ նեգատիվիզմ դրանք որոշակի քաղաքական բացատրություն ունեն։ Երկուսն էլ միտված են իհարկե ընտրողին, բայց սոցցանցում սովորական մարդկանցից էլ կարելի է, այսպես ասենք, տեսնել, որ մի քիչ նեղվում են ու զոհերի հանգամանքն է շատ հաճախ մեջտեղ բերում այս թեման, քանի որ բացեցինք, ինչպես պետք է անցում կատարել այդ մեծ ողբերգությունները անմարսելի են թվում, բայց նաև կա կյանք եւ կա այսօրվա այսպես անհրաժեշտություն արտաքին քաղաքականություն վարել ներսում որոշակի բարեփոխումներ անել եւ այլն։ Գիտեք, որոշակի բալանսի այդտեղ խնդրեմ կա, էլի։ Գիտեք, երկու տարբերակ կա։ Եվ համերգ չդնել օրինակ Ադրբեջանի հարձակման օրը, դա իր իշխանության նրբանկատություն պետք է լինի։ Գիտեք, երկու տարբերակ կա։ Մեկը մշտապես առաջնորդվել են մտայնությամբ, որ մենք զրկանքներ են կրել, մարդկային կորուստներ են ունեցել, պատերազմը եւ առաջին եւ երկրորդ գրեթե ամեն երրորդ, չորրորդ ընտանիք որևէ կերպ ուղղակի կամ անուղղակի ներթափանցել է եւ դրանով պայմանավորված մենք պետք է նորից միայն մեղադրենք արտաքին դերակատարներին, մենք մեր վրա չվերցնենք որևէ պատասխանատվություն դառնալու այնպիսի դիմակայուն երկիր, որ ապագայում բացառենք նման պատերազմները, հա, սա մի տարբերակ է։ Եվ երկրորդ տարբերակը հետևյալն է, երբ իրապես մենք հասկանում ենք, որ այն զոհերը, որ մենք ունեցել ենք, այդ զոհերը եղել են Հայաստանի Հանրապետության հարատևման համար իրականում։ Այմեզանից շատերը 44-օրյա պատերազմից հետո չէր պատկերացում, որ այդ պատերազմը ոչ միայն Արցախի համար էր, այլ այդ պատերազմի հիմքում Հայաստանի Հանրապետության սուվերենությունը եւ պետականությունն էր։ Ես կարծում եմ սա մի այսպես գաղափար է, որ ես վստահ եմ, որ այն ընտանիքները
որտեղ այդ ողբերգությունը ուղղակիորեն ներթափացել են, նրանք հարյուրապատիկ ավելի շատ են սա հասկանում, քան ես, դուք եւ շատ շատերը, ովքեր ուղիղ չեն այդ ողբերգության հետ առնչվել, հա։ Հետևաբար այո, պետք է ուշադիր լինել, որ այնուամենայնիվ այսպես հուզական որոշ լարերի վրա հնարավոր չլինի խաղալ, չգիտեմ, հարձակման օր եւ այլն, բայց օրինակ նույն բանակի օրվա նախորդիվ մեր զոհերի հիշատակի օր հռչակելի եւ դրան անմիջապես հաջորդող բանակի օրը իմ համար ֆանտաստիկ լուծում է, հոգեբանական, բարոյական առումով։ Այո, որովհետև սկզբում դու այդ հարգանքի տուրքն ես մատուցում, երբ հետո ապրելու մասին ես խոսում, դու դրանով ընդգծում ես, որ այն հարթիները, ովքեր իրենց կյանքը զոհել են, իրենց կյանքը զոհել են լավագույն ապագայի համար, եւ ես հիմա ցույց եմ տալիս այդ լավագույն ապագան, որը ձևավորվում է։ Բայց իհարկե այստեղ նաև զգուշավոր է պետք լինել, որ մարդկային այսպես շատ բնական հույզերի վրա էմոցիաների հետ մարդկային էմոցիան շատ կարևոր է։ Մի հարց էլ ու դրանով ամփոփենք, դիվանագիտական սկանդալ է Բելարուսի Հայաստանի միջև, Մինսկը բողոքի նոտա է հղել Երևանին, մեջբերեմ ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ, Բելարուսը դժգոհում է, որ Ալեն Սիմոնյանը ասել է, որ Հայաստանը չպետք է կառավարվի ինչպես Բելարուսը, նոտայում ասվում է, որ ոչ, մենք ինքնուրույն երկիր ենք եւ մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ արտաքին միջամտություն չենք ընկալում, դրանք դաշնակցային հարաբերություններ են, նա քննադատում է Բելարուսը Երևանի արտաքին քաղաքականությունը, պնդելով թե չակերտավոր հավասարակշռված արևմտամետ կուրսը հանգեցնում է տնտեսական եւ ժողովրդագրական խնդիրների եւ արտաքին կախվածության։ Ահա եւս մեկ մտահոգ։ Հայաստանը ինչպես պետք է արձագանքի ձեր գնահատմամբ։ Ես կարծում եմ, սա առհասարակ Հայաստանը պետք է արամարի եւ բացարձակ չեմ կարծում, որ այս կոնկրետ այս իրավիճակին արձագանքել է պետք, որովհետեւ նախ դիվանագիտական սկանդալ չէ։ Բելարուսի նախագահը իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մեր սուվերենության, առհասարակ մեր ողբերգությունների նկատմամբ շատ վաղուց է արտահայտել, հա, եւ մենք հիշում ենք, որ Հանրապետության վարչապետը երկար ժամանակ հանդիպում նույնիսկ բազմակողմ ձևաչափով չէր ունենում, այսինքն ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ նույնիսկ հարթակներում, այդ մեկ երկրորդ։ Գիտեք, Բելարուսի նախագահը կարող է խոսել իր պետության մասին, իր վարած արտաքին քաղաքականության մասին եւ ամենևին չխառնվել մեր ներքին գործերին, հա, որովհետեւ մեր ներքին գործն է որոշել թե որ միջազգային գործընկերոջ հետ ենք մեր հարաբերությունները խորացնում, ինչ գագաթնաժողով ենք հյուրընկալում, ում ենք հրավիրում այդ գագաթնաժողովին, հա, եւ մասնավորապես որ դրանք բխում են այն ժողովրդական արժեքներից, որոնք մենք որդեգրել ենք։ Եվ երրորդը, նորից ինչու սա դիվանագիտական սկանդալ չէ, որովհետև նրանք, ովքեր սա համարում են դիվանագիտական սկանդալ, առնվազն պետք է իրենց հարցան։ Իսկ ինչու է Բելարուսում դեռևս Հայաստանը ներկայացած ոչ թե դեսպանի մակարդակով, այլ գործերի ժամանակավոր հավատարմատարի։ Չեք կարծում դա բավականին բարձր աստիճան է այս Բելարուսի նկատմամբ։ Գիտեք, նույնիսկ ես կարծում եմ, այ հետաքրքիր բան եք ասում, այ դա կարող է լինել պատասխան, հնարավոր պատասխան այս հայտարարությունից հետո, բայց այստեղ տեսեք, գործերի ժամանակավոր հավատարմատարը կարող է բարձր ռանգ չունենալ, որ նա կարող է լինել, չգիտեմ, երրորդ քարտուղար, հա, չլինել խորհրդական։ Այնպես որ պետք է կամ դեսպանատան անվտանգության աշխատակից, օրինակ շենքի պահպանման, բայց սա կատակ է։ Կատակ է, այո։ Նկատի ունեմ, որ նորից իրենք կարող են ասել ինչ ուզում են, իրենք կարող են չասել ինչ ուզում են, դա իրենց խնդիրն է, մենք պետք է կենտրոնանանք մեր վրա, ամեն ինչ ճիշտ է։ Ուղղակի բելարուսացում, որ ասում են, եկեք հասկանանք, էլի, մեզ վախեցնում են ուկրաինացման, որ հենց ԵՄ-ի հետ մերձանակ ռուսները պատերազմ կհայտարարեն եւ կամայացնեն Հայաստանը կուկրաինանակ, թե Լավրովը այստեղ այդ մարդկանց հերքեց եւ գնաց։ Ասաց այստեղ ռուսերին ոչ մի բան չի սպառնում, հա, ուկրաինացում չի լինի, շնորհակալություն նրան այդ բացահայտման համար։ Բելարուսացում Ռուսաստանի պատերազմին աջակցած երկիր, որը գտնվում է պատժամիջոցների տակ, հետ իր պատերազմը չի, ասենք թույլ է տվել, որ Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա իր տարածքից եւ ընկել է դաժան պատժամիջոցների տակ։ Դա միակ տարբերակն է ռեժիմը պահելու։
ռեժիմը, այստեղ ռեժիմի պայելու հարցն է, մենք ժողովրդավար ենք, մեր մոտ ամեն ինչ լեգիտիմ է, մեր մոտ լեգիտիմ է իշխանություն ընտրում, és շարունակելու է լեգիտիմ ընտրվել։ Իրենք դա չեն կարող հասկանալ, Ռոբերտ, դու ո՞նց կարող ես հասկանալ մի բան, որը չես տեսել, չգիտես ինչ է։ Ոչ էլ կարդացել ես դրա մասին, որովհետև որ կարդաս, դա լավ վախենալու որ կարդաս, որտեղ որ կարդաս կարող է պատկերացնես, որ քո մոտ նման բան կարող է լինել, չես կարող դա հասկանալ։ Այդ խնդիրը կա եւ Բելարուսում եւ Ռուսաստանում։ Դրա շատ բաներ, շատ գործընթացներ Հայաստանի հետ կապված, իրենք չեն հասկանում, որ ներքևից է գալիս պահանջարկը, որ ժողովրդից է գալիս պահանջարկը, եւ դա հենց այդ ժողովրդավարությունն է, հենց այդ լեգիտիմ միջոցներն է, որով դու գնում ես, ընտրում ես իշխանություն, որը իրականացում է այնպիսի քաղաքականություն, որը կարող է դուր գալ շատերին եւ կարող է դուր չգալ շատ շատերին, բայց այդ քաղաքականությունը իրականացվում է, որտեղ նորից լեգիտիմ է իշխանությունը ընտրված։ Ես կարող եմ սիրել, դու կարող ես չսիրել եւ հակառակը, բայց լեգիտիմ է ընտրված։ Եվ այդ իշխանությունը չի մտածում իր իշխանությունը պահելու մասին։ Եվ Ռուսաստանին հաճոյանալու համար մատ չի թափ տալիս Հայաստանի վրա, այս դեպքում Բելարուսը, հա, այսպես ծառայություն է, չէ՞ մատուցում, նաեւ այսպես ռուսները այդքան ակտիվ չեն, իրենք են ակտիվություն ունենա։ Այսինքն նկատի ունեմ, որ շատ բաներ կա, որ իրենք չեն կարող հասկանալ, հուսանք օր կգա եւ իրենք էլ ինչ որ պահի կկարողանան նման տրանսֆորմացիաներ ունենալ եւ հասկանալ։ Ըստ ումը մեծ պատիվ է որոշ երկրների աչքի փուշը դառնալ այսպիսի երկրների։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արմինե Մարգարյանին։